Պատմաբան, խոհարար, մշակութաբան և մարքետոլոգ։ Հայաստանի տարբեր անկյուններից նշված ոլորտների 20 մասնագետներ եկել են Կապան, ստեղծելու Սյունիքի տարածքային ներուժի բացահայտման և բրենդավորման գիտահեն փաստաթուղթը։ Ապրիլի 4-ից 6-ը մարզի սրտում անցկացվեց բացառիկ աշխատաժողով, որի ձևաչափը մշակվել է հատուկ գաստրոքեմփ Կապանի համար։ Ընտրել ենք շատ ինտերակտիվ ծրագիր, որտեղ 4 մասնագիտական խմբեր փորձելու են գտնեն ամենայուրահատուկ ու հետաքրքիր, ուրեմն այսպես դետալները Կապանի իր հարակից գյուղերի ու այդ ամեն ինչը ճիշտ փաթեթավորեն նաև հետագայում օգտագործելու նպատակով։ Գաստրոքեմփ նախագծի համահիմնադիր Արայիկ Ամզայանը կարևորում է մարզերում նման միջոցառումների կազմակերպումը։ Ինչու հենց Կապանն ընտրվեց այս անգամ, պարզաբանում է։ 300 կիլոմետր հեռավորության վրա եւ ավել միգուցե կա մի քաղաք, որը իսկապես քաղաք է, ապրում է քաղաքային կյանքով, ունի ամեն ինչ հարմարավետ քաղաքային կյանք ունենալու համար եւ իհարկե շատ կզարմանան մարդկանցից, այսինքն մենք շատ տպավորված էինք կապանցիներից, այդ հետաքրքիր պատրաստական, հյուրընկալ, լավ, ուրեմն մարդկանցից, ովքեր որ ուղղակի շատ հեռու են Երևանից ու շատերը իրենց չեն ճանաչում։ Որտեղ այցելել եւ ինչ համտեսել Սյունիքում, որոնք են ամենանշանավոր պատմությունները եւ առասպելները, մեծ ներուժ ունեցող գյուղերն ու բնակավայրերը կբացահայտեն ոլորտի լավագույն մասնագետները։ Խոհարարները բաղադրատոմսեր, մարքետոլոգները բիզնես գաղափարներ կտան։ Շատ կարևոր մթերքներ կան, որոնք որ մարդիկ շատ քիչ են օգտագործում, այսպես ասած, մենք նենց կանենք, որ այդ ամեն ինչը ավելի տարածում գտնի, ասենց ասած։ Քարտեզը դիտարկենք ոչ միայն քաղաքներով, նաեւ գյուղերով, որպեսզի գյուղերին բնորոշ ուտեստներ մենք ֆիքսենք, դա հետաքրքիր է նաև տուրիստների համար։ Արդեն իմ երևի 3-4 այցն է, այս անգամ ավելի մասնագիտական խորհրդատվություն կկարողանամ տրամադրել։ Ընդհանուր առմամբ մարզը շատ սիրուն է, Կապան քաղաքը ֆանտաստիկ բնություն ունի եւ մշակութային արժեքներ, իմ մասով կարծում եմ հյուրանոցների մասով կարիք կա միջազգային ստանդարտների եւ որակի բարելավման։ Ես ուզում եմ Հայաստան փոխվի այն կարծրատիպը, որ մենք կարող ենք միայն Տավուշ, Դիլիջան գնալ ու թեքվենք դեպի այս կողմ, որովհետեւ նույն ռեգուլար թռիչքները արդեն մեզ այդ հնարավորությունը տալիս են 40 րոպեում հայտնվել ամենասիրուն մարզերից մեկում։ Կապանցի պատմաբան Գրիշա Սմբատյանը եւս ներդրումը կունենա զբոսաշրջային քարտեզի կազմման աշխատանքներում։ Նրա խոսքով կան իրադարձություններ, որոնք մեր պատմության սպիտակ էջերն են եւ արժանի են լուսաբանման։ Ես կաշխատեմ այստեղ համոզել մեր գոլեգաներին, ինձ հետ նաեւ լուրջ մարդիկ են պատմաբաներ, շատ խելացի տղաներ են, անձամբ ճանաչում եմ, իրենց հետ ավելացնել այդ էջերը եւ ցույց տալ, որ Կապանի պատմության մեջ կան ոչ պակաս իրադարձություններ, որոնք արժանի են այդ քարտեզի մեջ մտնելու, հիշատակվելու եւ հարստացնելու մեր տարածքի պատմությունը։ Սյունիքի տարածքային հնարավորությունների բացահայտման եւ բրենդավորման աշխատաժողովին համախմբվել են հին ու նոր սերնդի մասնագետները։ Ամենքը կիսվում են գիտելիքներով եւ փորձում առանձնացնել ամենակարևոր տեղեկությունները։ Շատ կարևոր քայլ է նախ ուխտատեղի դարձնել վահանավանքը, երկրորդը սա ճակերտավոր եւ ժամանակակից լեզվով ասած մարքեթինգային քայլ է, հա, տուրիստական ուղղությունը տեղափոխել դեպի վահանավանքի ուղղություն։ Իհարկե Տաթևը մշտական տուրիստական կետերի մեջ է մտնում, Գորիսը, Սիսիանը, սրանք բոլորը տուրիստական ակտիվ կենտրոններ են, կարծում եմ Կապանի եւ վահանավանքի փաստը լավ եւ հետաքրքիր այսպես թարմ բաժին է, որը որ կարելի է ակտիվացնել հենց այդ ուղղվածությամբ։ Նախագծին աջակցում է նաև Կապանի համայնքապետարանը։ Համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գորթ Հադևոսյանը հուսով է, այս նախագիծը հնարավորություն կտա բացահայտելու Կապանի զբոսաշրջային հնարավորությունները։ Բավականին չբացահայտված պոտենցիալ ունի Կապանը եւ մենք հույս ունենք, որ այս նախագիծը Կապանը ել ավելի ճանաչելի կդարձնի եւ Կապանը գրավիչ կլինի ոչ միայն մեր հայրենակիցների համար, այլ նաև Հայաստան ժամանող այլազգի զբոսաշրջիկների համար։ Հույսով ենք, որ այս նախագիծը իր նպաստը կբերի նաև Կապանում տուրիզմի զարգացմանը։ Քարտեզի վերջնական տեսքը թույլ կտա նախագծի եզրափակիչ միջոցառմանը հրավիրված միջազգային մասնագետներին առաջնորդվել դրանով, շրջել նշված բնակավայրերով եւ հավաքել մարզի պատմական բաղադրատոմսերը, ստեղծելով հատուկ ճաշացանկ։
off-road մեքենաներով, մասնագիտական խմբերը շրջելու են այս օրերին մշակվող քարտեզի ճանապարհով, ստուգեն դրանց իսկապես հետաքրքրությունը եւ պոտենցիալը, մտնեն եւ տեսնեն այն տեղերը, որոնք որ այսօր մենք վերցանենք ու կֆիքսենք, փորձեն են մթերքներն ու բաղադրիչներն ու ուտեստները, որը որ մենք այսօր այդ ամեն ինչը կստանանք, եւ արդեն դրա ուրեմն կուլմինացիոն պահը կլինի շատ հետաքրքիր ու գեղեցիկ ընթրիքը կապանյան բնության գրկում, որը որ կիրականացնենք պարտադիր միջազգային աստղերի եւ խոհարարների հետ։ Նախագծի պատասխանատուները վստահեցնում են, գիտական հանդիպման արդյունքում ստեղծված փաստաթուղթը դեռ երկար կծառայի Կապանին։